Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին հույսով եմ, որ այսօր արդեն վերջնական ավարտում ենք 3-րդ երկի 7-րդ գլխի 12-րդ տեքստը։ Ինչպես տեսանք, այդ տեքստը բավականին բարդ կառուցվածք ուներ եւ առիթ տվեց բավականին ծավալուն քննարկումների։ Հիմա մենք այսօր կավարտենք մի շատ կարևոր խոսակցություն, թե ընդհանրապես ինչ է նշանակում ըստ արիացիների պատկերացումների ծառայել Աստծուն։ Մենք քննարկեցինք, որ առաջին հերթին արիացիները իրենք ուրեմն խնդիր էին դնում իրենց առաջ, որ եւ այդ process-ը ինքը շատ երկար տևող process էր, խնդիր էին դնում իրենց առաջ, որ ասենք անձնավորությունը ինքը պետք է այսպես հետևողական Գերագույն Աստծո անձնավորության ծառայության մեջ դնի իր մարմինը, այսինքն իր գործողությունները, իր բանականությունը, այսինքն արժեքային համակարգը, իր միտքը, այսինքն կենտրոնացումը Գերագույն Աստծո անձնավորության վրա եւ վերջապես պատկերավոր ասած իր սիրտը։ Այսինքն կենդանիակը ինքը բաղկացած է այդ բաղադրիչներից, չէ՞, եւ արիացիները իրենք խոսում են նրա մասին, որ այսպես աստիճանաբար պետք է այդ բոլոր կոմպոնենտները կենդանիակի միաձուլվեն Գերագույն Աստծո անձնավորության հետ։ Եվ երբ որ դա տեղի է ունենում, կենդանիակը իրականում կարողանում է հենց այդ պահին, երբ որ լիարժեք այդ 4 գործոնները միավորեց Գերագույն Աստծո անձնավորության հետ, զարթնում է դրա հոգին։ Եվ այստեղ կենդանիակը իրապես ռեալիզացնում է, որ ինքը ընդհանրապես ոչ մի կապ չունի այս մարմնի հետ եւ հոգեվոր սկզբունք է։ Այսինքն արիացիները, եւ սա շատ կարևոր կետ է, իրենք ինքնաիրականացումը, այսինքն այն թեմաները, որոնք իրենք քննարկում են, իրանք կախվածության մեջ չեն դնում մահից։ Իրենք ասում են, որ պահին, որ դու կատարելության հասար այս 4 կոմպոնենտները Գերագույն Աստծո անձնավորության հետ միավորելու գործում, հենց այդ պահին դու կինքնաիրականացվես, այսինքն դու ոչ թե կհասկանաս, այլ ուղղակի կտեսնես, կդառնաս հոգի, հա, կվերադարձնես քեզ քո հոգևոր գիտակցությունը եւ կհամոզվես, որ դու իրապես միայն նյութական մարմինը չես, որ դու հոգի ես եւ որ դու հավերժ ես։ Սա շատ կարևոր կետ է, որովհետեւ հենց այս թեման է, որ տարբերում է արիացիների հոգևոր գաղափարախոսությունը ընդհանրապես աշխարհում գոյություն ունեցող բոլոր մնացած գաղափարախոսություններից։ Մի թեթև կարելի է այսպես զուգահեռներ տանել բուդդիզմի հետ կապված, բայց Բուդդան ինքը նույնպես Հնդկաստանից դուրս եկած է եւ նույն գաղափարախոսության տերն է իրականում, չէ՞, թեկուզ եւ այո, իհարկե Բուդդան ինքը եկել էր որպեսի հերքի վեդաները, իմինը 4 վեդաները, ոչ թե ամբողջ վեդայական գրականությունը, ինչու համար, որովհետեւ աստվածամերժության դարաշրջանում զոհագործությունները, հատկապես կենդանիների զոհագործությունները իրենք արգելված էին։ Մարդկությունը շարունակում էր կենդանիների եւ մարդկանց զոհագործություններ կատարել եւ ուրեմն Բուդդան ինքը եկավ եւ հերքեց զոհագործությունների այդ գործողությունները, եկավ հասկացնելու, ինչպես եւ իրականում արեց Հիսուսը։ Հիսուսն էլ երբ որ եկավ, ինքը ասեց. «Ես եմ վերջի մատաղը» եւ վերջ, այս սրանով այլևս ոչ մեկին ոչ մի մատաղ չեք անում, չէ՞։ Բայց ինչպես տեսնում ենք, իրականում ամբողջ քրիստոնյա աշխարհը ինքը հրաժարվեց զոհագործություններից, եթե ես ճիշտ եմ տեղյակ, բացի մեզանից, այսինքն բացի հայերից։ Եվ սա իրականում շատ բաներ այսպես մեր այսպես մեր ժողովրդի գիտակցության համառության մասին է խոսում,
մենք բավականին համառ ենք սխալ գործողություններ կատարելու մեջ եւ շատ դժվարությամբ ենք զիջում այդ սխալ պահվածքը, հա, բայց եւ պիտի հասկանանք, որ այդպիսի գործողությունները իրենք համապատասխան ռեակցիաների են բերում, չէ՞։ Եվ եթե մենք քրիստոնյա ենք, ապա մենք պիտի հասկանանք, որ քրիստոնեության համար զոհագործություններ կատարելը դա բացարձակապես անիմաստ գործողություններ են, որովհետև Հիսուսը շատ պարզ ասել է. ես եմ վերջի մատաղը եւ վերջը։ Եվ չգիտես թե ինչու ամբողջ աշխարհում մեկ միայն հայերը մտածեցին, որ կարելի է 5 տակարատից վերցնել ուրեմն այդ մասը, որտեղ անձնավորությունը ինքը ոչխար զոհաբերեց իր որդու փոխարեն։ Շատ կասկածելի, իրականում շատ կասկածելի գործողություններ։ Եվ ուրեմն այո, սա շատ կարևոր կետ է, որովհետև ես չգիտեմ թե ինչպեսի ազդեցություն է այս թեման թողնում ձեր վրա, բայց իմ վրա անձամբ իմ հոգևոր կյանքի ճանապարհի ընտրություններում սա շատ մեծ դեր է կատարել, որ արդյունքները իրենք կախված չեն մահվան գծից, այլ արդյունքները կախված են ռեալ այն արդյունքներից, որին դու հասնում ես հենց հիմա, հենց այստեղ։ Եվ որ վարքյանին դու հասնում ես կատարելության, այդ վարքյանին դու ճեղքում ես իրականում նյութական գոյության նյութական իրականությունը եւ հայտնվում ես հոգևոր իրականության մեջ քո գիտակցությամբ եւ դա ընդհանրապես ուրեմն խնդիր չի։ Սա շատ կարևոր կետ է։ Հաջորդ քայլով մենք ձեզ հետ տեսանք, որ արիացիները իրենք ուրեմն հիմա արդեն քննարկում են, թե ինչպես միտքը, այսինքն բանականությունը միտքը եւ հոգին ներգրավել Գերագույն Աստծո ազնվորության ծառայության մեջ։ Մենք տեսանք, որ շատ հետաքրքիր գաղափարներ առաջ քաշվեցին, այսինքն ուսումնասիրել Սուրբ գրվածքը, դա ծառայություն է, որը մատուցվում է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Փորձել այդ գիտելիքը հասկանալ եւ հիշել, դա Գերագույն Աստծո ազնվորությանը մատուցված ծառայություն է։ Երբ որ կենդանիակը ինքը ուրեմն կարողանում է հիշել, այսինքն երբ որ կենդանիակին գաղափարախոսությունը այնքան է դուր գալիս, որ ինքը ուզում է այդ գաղափարախոսությունը հիշել եւ այդ գաղափարախոսությամբ ղեկավարվել իր կյանքում, չէ՞, ապա ուրեմն հաջորդ քայլը լինում է դա, որ ինքը սկսում է երկրպագել Աստծուն։ Աստծուն երկրպագում են երկու ձևերով։ Առաջինը դա նա է, որ ուրեմն հենց ինքը երկրպագության ծիսակատարություններն են։ Արիացիները իրենք ընդունում էին Գերագույն Աստծո ազնվորության արցանիքները։ Սա ուներ իր շատ կարևոր դերը երկրպագության մեջ, ինչպես են ընդհանրապես առաջացել Աստծո կամ գիսաստվածների արցաններին երկրպագելու մշակույթը։ Այստեղ մենք պետք է վերադառնանք 4 դարաշրջաններին։ Ոսկե դարաշրջանում, չէ, Գերագույն Աստծո ազնվորության հետ կապը հաստատվում էր մեդիտացիայի միջոցով։ Այսինքն կենդանիակը ինքը յոգայի պարապմունքների ընթացքում սովորում էր շատ երկարատև մեդիտացիա անել, այստեղ արիացիները իրենք ֆանտաստիկ թվեր են ասում, իրենք ասում են, որ ոսկե դարաշրջանում մարդիկ մեր մոլորակի վրա ապրել են 100,000 տարի, որ իրենք ապրել են 100,000 տարի եւ հիմա սրանից ավելի ֆանտաստիկ թիվ, այդ 100,000 տարուց 60,000 տարին գտնվել են մեդիտացիաների մեջ։ Այսինքն ոսկե դարաշրջանում ծնվում են հիմնականում այն կենդանիակները, որոնք արդեն
մաքսիմալ չափով պատրաստ են վերադառնալ հոգևոր աշխարհ եւ իրենք հայտնաբերում են եւ իրենց հոգին եւ գերագույն Աստծո անձնավորությունը հենց կոպիտ ասած իրենց ներսում մեդիտացիան հենց դա է որ կենթանիակը ինքը կտրվում է արտաքին աշխարհը ընկալելու procesներից, չէ, եւ խորասուզվում է իր ներքին աշխարհի մեջ։ Եվ այդտեղ տեղի է ունենում ռեալ կապ, այսինքն կենթանիակը ինքը ռեալ իր սկզբում իր սրտում, հետո իր իրենից դուրս ռեալ տեսնում էր Աստծուն։ Հաջորդ դարաշրջանում եւ այս ոսկե դարաշրջանում իրականում մարդկային հասարակությունը ինքը չի եղել կազմակերպված, այսինքն չի եղել այդ հասարակական շերտեր, հասարակական գործունեություն, իրականությունը այնտեղ իրականում շատ տարբերվում է նրանից, ինչ հատկապես նրանից, ինչ որ կա հիմա, հա, հիմա արծաթե դարաշրջանում արդեն ասվում է, որ երբ որ դարաշրջանները այսպես կամաց իջնում են, ոսկե, արծաթե, բրոնզե եւ երկաթե, չէ, քանի իջնում են, այդքան ավելանում է նյութական գիտակցությունը, այսքան ավելանում է, որ այդ դարաշրջաններում ծնվում են այն կենդանեակները, ում նյութական գիտակցությունը արդեն բավականին ակտիվ է։ Եվ արծաթե դարաշրջանում ծնվում են այն կենդանեակները, որոնք իրենք բավականին բարձր մաքրության տեր են, հա, բայց եւ արդեն կա տրփանքի կոմպոնենտը։ Ինչ է շակում տրփանք, այսինքն կան նյութական ցանկությունները, չէ՞։ Հիմա, եթե կան նյութական ցանկությունները, ուրեմն արդեն վերջ ձևավորվեց հասարակություն, ձևավորվեցին շերտերը, չէ՞, այսինքն ամեն մեկը ունի իր դիրքը հասարակության մեջ, դա սովորական քաղաքացիներն են, դա արդյունաբերող առևտրականներն են, դրանք իշխանավոր եւ զինվորներն են, եւ մտավորականները եւ հոգեվորականները, բայց արիացիների քաղաքակրթության մեջ հենց հոգեվորականներն էին, որ գիտնականներ էին։ Հետագայում աստվածամերժության դարաշրջանում այդ երկու ճյուղը իրարից բաժանվեց։ Կրոնը դարձավ սենտիմենտալ, հավատի վրա հենված, որովհետև այլևս գիտելիքի զուրկ էր, իսկ գիտելիքը ինքը դարձավ աթեիստների ուրեմն տիրույթը։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն այս ժամանակ արդեն մտնում են չորս վեդաները, այսինքն զոհագործությունների արվեստը։ Մտնում է զոհագործությունների արվեստը, չէ, եւ ազնվորությունը ինքը ուրեմն կենդանիակները իրենք մարդիկ իրենք հասնում են իրենց նպատակներին զոհագործությունների միջոցով։ Ընդ որում արծաթե դարաշրջանում հոգեվորականները իրենք այնպիսի մաքրության տեր էին, որ իրենք կարողանում էին, հասկանում եք, սա շատ կարևոր կետ է, որ իրենք կարողանում էին զոհագործությունները անցկացնել այնպես, որ գերագույն Աստծո անձնավորությունը կամ կիսաստվածները, կախված նրանից, թե զոհագործությունը ում համար է նախատեսված, անձամբ գալիս էին եւ ներկայանում։ Այսինքն արծաթե դարաշրջանում, չէ, արիական քաղաքակրթության ներկայացուցիչները այսպես փաստացի շփվում էին եւ կիսաստվածների հետ եւ արարչի հետ, ոչ թե նախասկզբնական Աստծո հետ, այլ արարչի, նյութական աշխարհի ղեկավարի հետ, չէ՞։ Այսինքն ինքը անձամբ գալիս էին եւ դա ամբողջ հասարակության աչքերի առաջ էր տեղի ունենում ըստ նկարագրությունների, հասկանում եք, այլ ոչ թե ինչ-որ մի մարդ էր դա տեսնում կամ տեսնում էին միայն պատճառատեսները, ոչ, ամբողջ ժողովուրդը իրանք տեսնում էին, որ այ երկնքից գերագույն Աստծո ազնվորությունը, կիսաստվածները, իսկ շատ հաճախ եւ նրանք իրար հետ գալիս էին զոհագործությանը։ Դա տեղի էր ունենում, որովհետև արծաթե դարաշրջանում ծնվում են, միևնույն է, եթե նույնիսկ նյութական ցանկություններ ունեցող կենդանիակներ, բայց այդ հասարակության հոգեվորականները ունեին իդեալական մաքրություն։ Եվ այդ իդեալական մաքրության հաշվին կարողանում էին ռեալ կանչել եւ ուրեմն եւ արարչին եւ կիսաստվածներին։ Գալիս է բրոնզե դարաշրջանը։
Բրոնզե դարաշրջանը սա արդեն նշանակում է, որ տրփալից ածում են այն կենդանիակները, որոնց տրփանքի մակարդակը ավելի շատ է։ Հիմա այդ որ ավելի շատ է, հա, ինքը բերում է նրան, որ արդեն հոգևորականների շերտում, չէ, պրակտիկորեն չկան այնպիսի հոգևորականներ, որոնք իրանք իրենց մաքրության հաշվին կարող են Գերագույն Աստծո անձնավորությանը հրավիրել ուրեմն զոհագործությունների դաշտ։ Եվ այդ ժամանակ է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը վեդաներում առաջարկում է արիացիներին, չէ, ուրեմն տեղադրել իր արձանը։ Հիմա արծաթե դարաշրջանից այնտեղ որտեղ արիացիները իրենք ռեալ շփվում էին գիսաստվածների հետ, չէ, կամ արարչի հետ, իրանք ռեալ գիտեին, թե ինչպիսի տեսք ունեն այդ անձնավորությունները։ Արիացիները հագնվում էին այնպես, տեսեք, ասեք, սովորաբար գիտնականները իրենք գրում են այն ճանապարհով, որ ասում են, դե սա հնդկական է, հնդիկները հնարել են, ինչու են հնարել, որովհետև իրանց աստվածները հագնվում են այնպես, ինչպես հագնվում են իրանք։ Ուղղակի հակառակը, հա, իրենք, երբ որ կիսաստվածները գալիս էին, իրենք տեսնում էին, թե ինչպես են հագնված կիսաստվածները եւ կրկնօրինակում էին կիսաստվածների հագուկապը։ Հասկացաք, ուղղակի հակառակներ տեղի ունենում, էլի։ Ուրեմն հիմա, երբ որ գալիս է այ բրոնզե դարաշրջանը, արդեն չկան այնպիսի հոգևորականներ, որոնք իրենք կարող են Գերագույն Աստծո անձնավորությանը հրավիրել։ Այդ պատճառով Գերագույն Աստծո անձնավորությունը, հաշվի առնելով իր հզորությունները, հաշվի առնելով կիսաստվածների հզորությունները, չէ, իրանք ասես առաջարկում են այսպիսի ելք, որ դուք արդեն չեք, մենք ձեր հետ այսպես անմիջական շփման մեջ չենք մտնելու եւ կա միջնորդություն, թե ինչպես մենք կարտահայտվենք, երբ որ դուք զոհագործություններ կանեք։ Սկսում եք երկրպագել մեր արձաններին։ Այդ արձանների կերպարները չեն տարբերվում այն անձնավորություններից, որոնք արիացիները տեսել են, երբ որ արծաթե դարաշրջաններ։ Հասկանում եք։ Հիմա եւ երկրպագությունը ինքը արվում է այդպես։ Հոգեբանական տեսանկյունից, չէ, տեսեք, երբ որ դա հենց ինքը անձնավորությունն է, ինքը պահանջում է համապատասխան մաքրություն։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ կիսաստվածները եւ Գերագույն Աստծո անձնավորությունը իրանք չեն շփվում այն անձնավորությունների հետ, որոնք գիտակցության մեջ կա տգիտություն եւ կրքեր։ Ինչ-որ մի սահման կա, էլի, նյութական աշխարհում ապրողների գիտակցության մեջ բոլորի մեջ կա եւ տգիտություն եւ կրքեր, չէ, բայց սահման կա, հասկանում եք։ Եվ այո, հոգևորականները իրանք պետք է լինեն հաստատված առաքինության գոյավիճակի մեջ, ընդ որում շատ զարգացած առաքինության գոյավիճակի մեջ, որպեսզի կարողանան անձամբ հրավիրել Գերագույն Աստծո անձնավորությանը այստեղ։ Չէ, հիմա տեսեք։ Ուրեմն, եւ խնդիրը կանում է այս սրանում, որ երբ որ այդ մաքրության աստիճանը չկա, չէ, անձնական շփումը այլևս հնարավոր չի։ Բայց որովհետև եւ Գերագույն Աստծո անձնավորությունը եւ կիսաստվածները իրանք ահռելի գերբնական ուժեր ունեն, չէ, իրանք արիացիներին առաջարկել են այս ելքը, որ սարքում եք մեր ուրեմն բաները, մեր արձանները, երկրպագում եք այդ արձաններին եւ երբ որ դուք կզանգեք եւ կարտասանեք համապատասխան մատրանները, մենք այդ քարի մեջ կարտահայտվենք, հա, բայց ռեալ շփում մեզ հետ, այսինքն գիտակցությամբ կարտահայտվենք, դու կոպի, եթե շատ կոպտացնեմ, կլսենք, որ կանչեցիք, մի հատ ուշադրություն կդարձնենք, թե ինչ եք ասում, բայց արդեն անձամբ չենք կա։ Այդ ժամանակ, ուրեմն, միևնույն է, արդյունքը պիտի լինի, այսինքն, եթե արձանի մեջ Գերագույն Աստծո անձնավորությունը
Արարիչը կներեք, կամ հիմա արդեն նաև նախասկզբնական գերագույն Աստծո ազնվորությունը, եթե Աստված կամ կիսաստվածները իրենք արձանի մեջ արտահայտված են, ուրեմն զոհագործությունը պետք է ունենա իր արդյունքը, այսինքն արդյունքը պիտի տեղի ունենա։ Մարդիկ պետք է միշտ նկատեն, որ եթե իրենք այս պահին հեթանոսները, եթե իրենք կատարում են զոհագործություններ եւ արդյունքը, այսինքն այն արդյունքը, ինչի համար որ իրենք այդ զոհագործությունը կատարել են, տեղի չի ունենում, դա նշանակում է, որ արձանները, որոնց ծառայություն է մատուցվել, չեն արտահայտվել։ Հասկանում եք, եւ այդ զոհագործությանը չեն պատասխանել։ Կան կետեր, որտեղ ամեն ինչը սև-սպիտակ է։ Կան կետեր, որտեղ այդ սպիտակը ինքը դառնում է ծիածան։ Հասկանում եք, բայց կան կետեր, որտեղ այդ ծիածանը ինքը այսպես հավաքվում է եւ դառնում է մաքուր սպիտակ։ Եվ այդ գիծը ինքը դառնում է այսպես շատ խիստ։ Ամեն ինչը ստուգվում է արդյունքով։ Հասկանում եք, ամեն ինչը ինքը ստուգվում է արդյունքով։ Հիմա, եւ տեսեք, օրինակ ասենք, եթե կենդանիակը ինքը ճիշտ է, ճիշտ սուրբ գրվածքներ է լսել, չէ՞, ճիշտ աշխատել է այդ գիտելիքի հետ, այդ գիտելիքը իրեն դուր է եկել, ինքը ցուցաբերում է բանիմացություն հոգևորի մեջ։ Այսինքն դա նշանակում է, որ ինքը հիշում է հոգևոր գիտելիքը եւ ամենայն մանրամասնությամբ, ամենայն նրբությամբ կարող է ուրեմն բան անել, այդ գիտելիքը ներկայացնել։ Բhagavad Gita-ում Տեր Քրիշնան ինքը կասի, ես եմ, որ տալիս եմ հիշողությունը։ Եվ տեսեք, այստեղ մենք ստանում ենք կապ։ Երբ որ կենդանիակը ինքը անկեղծ է հոգևորի մեջ, ինքը կարողանում է հիշել գիտելիքը եւ նրա մանրամասները։ Հասկանում եք, եթե կենդանիակը ինքը ընդունել է այդ գիտելիքը, մենք պետք է պարզ տեսնենք, որ ինքը մշտապես զբաղված է երկրպագությունով, այսինքն ինքը մշտապես ծառայում է Գերագույն Աստծո անձնավորությանը, ինչ որ մի բան է անում այս աշխարհում Աստծո համար, չէ՞։ Եթե մենք տեսնում ենք, որ այդ գործողությունները անելուց, այսինքն, եթե կենդանիակը ինքը կարողանում է դա անի, դա նշանակում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գոհ է մնացել այդ կենդանիակի վերաբերմունքից իր հանդեպ եւ դրա համար թույլ է տալիս, որպեսզի իրեն երկրպագեն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ եթե ասենք այդ երկրպագության մեջ կենդանիակը ինքը դժվարությունների է հանդիպում, բայց շարունակում է իր ծառայությունը Աստծուն, դա արդեն նշանակում է, որ ինքը շատ մտերմիկ զգացմունքներ ունի Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ եւ Գերագույն Աստծո անձնավորությունից էլ ստանում է պատասխան։ Եվ այդ կոպիտ ասած ընկերությունը, որը կա իր եւ Աստծո միջև, չէ՞, դա թույլ է տալիս, որպեսզի ինքը, եթե շատ կոպիտ ասեմ, արհամարի այն բոլոր խոչընդոտները, որը ստեղծում են, մեր դարաշրջանում ստեղծում են, ասենք, աստվածամերժերը հոգևոր մարդու առաջ, որպեսզի ինքը չկարողանա ընդհանրապես փոխանցել իրական հոգևոր գիտելիքը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Սա ուրեմն շատ այսպես սիմպտոմներ կան, որով կարելի է ճանաչել, էլի։ Հիմա այն նույնն էլ ինքը գալիս է արդեն աստվածությունները երկրպագությունը։ Աստվածություններին երկրպագությունը առաջարկվում է բրոնզե եւ երկաթե դարի, ընդ որում սկզբում երկաթե դարում, չէ, դա էլ արդեն չի կարելի անել, որտեղ աստվածությունների միջով էլ կեսաստվածները եւ Աստված եւ Արարիչը իրանք չեն արտահայտվում։ Հասկանում եք, ես միշտ հարց եմ բարձրացնում, օրինակ իմ վրա ահավոր ազդում է այդ նկարը, որտեղ որ ներկայացված են Հայաստանի
աստվածների պանթեոնը, չէ, եւ այդ էլի որ չեն ջարդել, այլ գլխատել են եւ գլուխներն էլ դրել են իրանց առաջը։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե այդ արձանների մեջ ռեալ արտահայտված էին կիսաստվածները եւ Աստված, այդ որ մի հիմա իրանց լեզվով ասեմ, այդ որ մի գավուրը կարող էր գլխատել կիսաստված կամ արարչին, այդ ով էր կարող այդպիսի բան անել։ Երկրորդ օրը, չգիտեմ, երկրաշարժ կլներ ամբողջ երկրագնդի վրա, կամ չգիտեմ, ջրհեղեղ կլիներ, այդ բոլոր այդ գործողություններ անողները կանցնեին ջրի տակ։ Հասկանում եք, իրականում այդ որ հնարավորություն տրվեց, չէ, դա փորձ էր կատարվում կանգնացնել այդ գործողությունները, ինչու, որովհետև կիսաստվածները այլևս չէին արտահայտվում նույնիսկ այ արձանների մեջ։ Հասկանում եք, ինչու չէին արտահայտվում, որտեղ այն ազնվորությունները, որոնք իրենք խոնարհվում էին, արդեն աստվածամերժության դարաշրջան էր, այսինքն ինքը այսպես այդ բրոնզե դարաշրջանի վերջում եւ երկաթե դարաշրջանի մեջ արդեն ընդհանրապես ոչ մի մաքրություն չկա։ Հասկանում եք, ուղղակի ֆիզիկապես մաքրություն չկա։ Եթե չկա մաքրություն, ուրեմն ոչ անձամբ, ոչ արձանների մեջ, այո, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի արտահայտվում։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ինքը սկզբից եկավ որպես քրիստոնյաներ։ Քրիստոնյաները առաջին բանը, որ ասեցին մարդկությանը, դա ո՞րն էր։ Որ արձանիկներին երկրպագելը դա կռապաշտություն է։ Իրականում սա հենց գերագույն Աստծո ազնվորության կողմից ինքն էր էլի խոսացնում, եւ ասում էր. մենք այլևս այդտեղ չկանք, վերջ, դադարեցրեք։ Վեդաներում պարզ ասված է, աստվածամերժության դարաշրջանում այդ արձաններին երկրպագությունը չի ընդունվում այլևս, վերջ, всё։ Մենք այլևս չենք շփվում մարդկության հետ, ոչ անձամբ, ոչ էլ արձանների միջոցով։ Բրծավ։ Սա այն դարաշրջանն է, երբ որ ծնվում են տգիտության կրքերի մեջ խորասուզված աստվածամերժ ձևական կրոնականներ, չգիտեմ ինչ, այդ ամբողջ խեղաթյուրվածությունները, որոնք կան, կարող են լինել նյութական աշխարհում, դա տեղի է ունենում աստվածամերժության դարաշրջանում, չէ՞։ Եվ դա ազատ կենդանիակների, ազատության ձգտող կենդանիակների դարաշրջանն է, որտեղ գերագույն Աստծո ազնվորությունը եւ կիսաստվածները հետ են քաշվում։ Վերջ։ Որովհետեւ իրանց պայմանը շատ խիստ է։ Կա մաքրություն, կա մեր պատասխանը, չկա մաքրություն, մեր պատասխանը չկա եւ վերջ։ Հասկանում եք, այստեղ համառելը դա ընդհանրապես տգիտության գոյավիճակի սիմպտոմ է։ Երբ որ անձնավորությունը ինքը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը ինքը միշտ էսպես է, ինքը արդյունքով է, արդյունք կա թե ոչ։ Հասկանում եք։ Պրոցեսով չի, էլի, որ մենք մեզ եկանք, խաբեցինք, կանգնեցինք, ինչ-որ զոհագործություն արեցինք, էսի ինչ, հետևանքում ոչ մի բան տեղի չունեցավ։ Ամեն անգամ հիմա էլ ինչ-որ ուրիշ էներգիաներ են գնում, էլի, հիմա մենք կապացուցենք, որ մենք կարող ենք, ցավով եմ ասում, բայց ստիպված պիտի ասեմ, կապրենք կտեսնենք։ Հասկանում եք։ Այսինքն անձնավորությունը, երբ որ խոսքը գնում է Աստծո մասին, երբ որ խոսքը գնում է կիսաստվածների մասին, մենք պիտի հասկանանք, հասկանում եք, որ խոսքը գնում է շատ լուրջ անձնավորությունների մասին, հա? Եվ եթե մենք գոռոզություն ունենք, դա նշանակում է, որ ես մտածում եմ, որ դրանք իմ ծառաներն են, ու ես ոնց ուզեմ կարող եմ ինձի պահեմ, հետո կարող եմ գամ ինչ-որ երկու հատ ծիսակատարություն անեմ, եւ Աստված ու կիսաստվածները ենթարկվեն իմ ցանկությանը։ Հաջողություն եմ ցանկանում այդ գործերում, կյանքը ցույց կտա։ Հասկանում եք, մենք պիտի հասկանանք, չէ՞, մենք ում հետ գործ ունենք, երբ որ ասում ենք Աստված,
Եվ երբ որ ասում ենք կիսաստվածներ, ինչու այս ամենը ասեցի, որովհետև 500 տարի առաջ մենք ապրում ենք ոչ ստանդարտ աստվածամերժության դարաշրջանում։ Սա այն 70-ի մենք շատ ենք խոսել դրա մասին, շաստրաները իրենք ասում են, որ 72 աստվածամերժության դարաշրջանը մեկ, աստվածամերժության դարաշրջանում հայտարարվում է հոգևորի զարթոնք։ Այն, որ ես հիմա նստած եմ և կարողանում եմ խոսել Աստծու մասին, այն, որ կրոնականությունը, հոգևոր այդ կենդանիակները, որոնք իրենք հետաքրքրվում են հոգևոր կյանքով, հիմա շատ են, սա աստվածամերժության դարաշրջանի համար շատ բացառիկ իրավիճակ է։ Երբ որ արիացիները իրենք նկարագրում են այն ռեալ աստվածամերժության դարաշրջանը, չէ, իրանք այնտեղ մի շատ կարևոր նախադասություն են ասում։ Իրանք ասում են աստվածամերժության դարաշրջանում Աստված բառի համար մարդուն կախելու են։ Աստված կարոտ բայի, չէ, այդպիսի իրականությունից։ Հասկանում եք։ Հիմա մենք տեսնում ենք, որ փառք Աստծո ողորմածությամբ դեռ որ այս պահին հոգևորը ինքը կարողանում է ինչ-որ մի կերպ կարողանում է ներկայանալ և այո, հիմա աշխարհում շատ մարդիկ կան, որոնք իրենք հետաքրքրվում են իրական, ռեալ հոգևոր կյանքով, ներքին հոգևոր կյանքով, ուզում է դա լինեն մուսուլմաններ, քրիստոնյաներ, բուդդիստներ, չգիտեմ, հինդուիստներ, ով ուզում է լինի, կան անկեղծ հոգիներ, որոնք իրենք զբաղվում են ներքին, այսինքն հոգու մաքրագործման process-ով իրենց կրոնականությունների մեջ։ Հասկանում եք։ Եվ սա անկեղծ հոգիներ են, մենք դա պիտի հասկանանք, անկախ նրանց կրոնական պատկանելիությունից։ Իրական կրոնական մարդիկ երբեք թույլ չեն տա, որպեսզի կրոնական պատկանելիությունը բաժանի իրական կրոնականությանը, իրական կրոնականներին։ Իրական կրոնականները իրենք ունեն ներքին մաքրություն, եւ այդ ներքին մաքրություն ունեցողները իրանք ճանաչում են ներքին մաքրությամբ զբաղվող հոգիներին, եւ տարանջատում են այդ հոգիներին աղանդավորներից, որոնք իրենք մտածում, ես մուսուլման եմ, ես քրիստոնյա եմ, ես հինդուիստ եմ, ես, չգիտեմ, իուդաիստ եմ, ես բուդդիստ եմ, ես սա աղանդավորություն է։ Հոգևորը ինքը չի կարող լինել բաժանված, մասնատված այսքան մասերի։ Աստված մեկն է, հոգևոր դաշտը մեկն է, վերջ։ Եթե դա տեղի է ունեցել մասնատումը անում են աստվածամերժերը կամ նյութապես մոտիվացված հոգևոր մարդիկ, որոնք իրենք կրոնի նյութական արդյունքների հետևից են գնում եւ դրա համար իրենց օրինակ պաշտոն, դիրք, հարստություն ունենալու համար եւ ասենք այդտեղ լինելու համար ամենագլխավորը դու պետք է ինչ-որ առանձին քո մի բանը ստեղծես, չէ՞։ Այդ առանձնացումները իրանք միշտ նշանակում են, որ այդտեղ նյութական շահերն են խոսում, հասկանում եք, այստեղ էլ այլ սև ու սպիտակ կդրենք։ Հիմա ինչու համար եմ ես այս ամեն ինչը ասում։ Այդ երբ որ գալիս է այն աստվածամերժության դարաշրջանը, որտեղ կրոնը ինքը մի պահ պիտի զարթոնք ապրի, չէ՞։ Ուրեմն այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հայտարարում է կրոնականության զարթոնքը եւ այդ բաներին արձաններին երկրպագությունը նորից վերականգնվում է։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ասում է այ հիմա այդ հոգիների համար, որոնք իրանք աստվածամերժության դարաշրջանում փնտրում են իրական հոգևոր կյանքը, եթե ես կարտահայտվեմ արձանների մեջ, ընդ որում ոչ կիսաստվածները։ Կիսաստվածները այս պահին դեռ շարունակում են մնալ լուռ։ Կան շատ որոշակի արձաններ Աստծո, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը աստվածամերժության դարաշրջանում արտահայտվում է։ Սա մի քիչ ավելի նուրբ թեմա է, դա մենք հետագայում կքննարկենք, երբ որ ավելի հասուն կլինենք։
Ուրեմն տեսեք սիրելիներս, չէ՞, այսինքն սա ես ասում եմ, որովհետև այսօր մենք ձեզ հետ քննարկելու ենք վերջի 5 ծառայությունները։ Եթե դուք նկատեցիք, երբ որ մենք քննարկում էինք 9 ծառայությունները, այսինքն լսել, կրկնել, հիշել, երկրպագել, ծառայել, կատարել, աղոթել Աստծուն, կատարել նրա առաջադրանքները եւ զոհաբերել Աստծո համար ամեն ինչ, չէ՞։ Սա, եթե հիմա ուշադրություն դարձեցիք, չէ, ես թվարկեցի, այս ամենը ինքը ներքին process է։ Այս ամենը կատարվում է կենդանեակի սրտի մեջ, հա, եւ ինքը այսպես կամած էտապներով բերում է իրան, այսպես լրիվ միաձուլման մեջ, ընկերություն, Գերագույն Աստծո անձնավորության հետ ընկերություն, չէ, դա սա շատ մտերմիկ հարաբերությունների մասին է խոսքը։ Դա սա նշանակում է, որ այդ ընկերության հետևանքով է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իրեն թույլ է տալիս, ասենք, եթե պատկերավոր ասեմ, այդպիսի հոգուն ասել այն նյութական աշխարհում իմ համար այս ինչ բանը կանես, հա, իսկ ասենք Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նյութական աշխարհում ինչ շահագրգռվածություն ունի։ Իր միակ շահագրգռվածությունը դա նա է, որ մոլորված կենդանեակներին դուրս բերի այդ մոլորվածությունից եւ վերադարձնի հոգեվոր աշխարհ, հաստատի իրանց երջանկության մեջ։ Երբ որ մենք ասում ենք հոգեվոր դաշտ, դա Գերագույն Աստծո անձնավորության պայքարն է վերադարձնել կենդանեակներին իրենց երջանկությունը։ Եվ որտեղ ինքը պայքարում է կենդանեակների էգոիզմի հետ, պարզ ասելով, որ քանի դեռ դուք էգոիստներ եք, ընդհանուր առմամբ կենդանեակները չեն կարող լինել երջանիկ։ Այդտեղ կարող են հատուկ ընդ մարդիկ լինել երջանիկ, մնացած բոլորը ճնշված են։ Վերջ, всё, որտեղ սկսվում է պայքար, սկսվում է թշնամանք։ Ոչ պայքարի մթնոլորտում, ոչ էլ թշնամանքի մթնոլորտում երջանկությունը ինքը հնարավոր չի։ Հասկանում եք։ Միակ այդ ամենացածր կետը, որում հնարավոր է ձևակերպել ընդհանրապես բոլորի երջանկությունը, դա համագործակցությունն է։ Համագործակցությունը ինքը հենված է երկու գլխավոր սկզբունքների վրա։ Հաջողակները չեն զարգացնում գոռոզություն, այլ հոգ են տանում անհաջողակների մասին, անհաջողակները չեն նախանձում հաջողակներին եւ թույլ են տալիս, որպեսզի հաջողակները հանգիստ վայելեն այն, ինչ վաստակել են արդար ձևով։ Հասկանում եք, չէ՞։ Անարդարության դեպքում իհարկե, եթե դա արվել է անհաջողակների հաշվին, անհաջողակները իրանք իրավունք ունեն եւ այդպես էլ կատարվում է, իրանք կուտակում են ջղայնություն եւ այդ ջղայնությունը վերջում արտահայտվում է որպես հեղափոխություններ։ Հիմա, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, երբ որ գալիս է մեր դարաշրջանը, մենք ես նոր ասեցի, տեսեք, առաջինը եւ ինչը որ մենք թվարկեցինք, դա 4 մարմնի 4 կոմպոնենտներն էին՝ կոպիտ մարմինը եւ նուրբ մարմնի էլեմենտները՝ բանականությունը, միտքը, սիրտը։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք արդեն 9 ծառայությունների մասին, դրանք խոսքը գնում է, որ կենդանեակը իր ներքին աշխարհով երկրպագում է Աստծուն։ Եվ դա ծառայություն է, արդեն ներքին աշխարհով մատուցած իրան, այս ծառայությունը ինքը շատ ավելի գնահատելի է Աստծո կողմից, քան ուղակի գործողությունները, հա։ Երբ որ մարդիկ իրանք ուղակի նյութական աշխարհում ինչ-որ կոպիտ պլանի վրա մենք դա քննարկել ենք, էլի, որ ասենք աջակցում է, որպեսզի իր կրոնականությունը ծաղկի, այսպես լավ վիճակում լինի, առողջ լինի, առաքինության վիճակի մեջ լինի, որպեսզի եկեղեցիները, տաճարները, մզկիթները իրանք լինեն շատ մաքուր, շատ այսպես էլի կոկիկ, գեղեցիկ զարդարված եւ այլն, որ ասենք առաքինության մեջ էլի, այսպես եթե մի խոսքով ասեմ, չէ, որ ասենք ամեն մի մարդ, որը գալիս է շփվելու եկեղեցու հետ, ինքը այդ առաքինության ազդեցությունը իր վրա զգա։ Եթե այդ ուրեմն ամեն ինչ այսպես գեղեցիկ սարքած է, բայց մեջի հոգեվորականները իրանք նյութապես շատ ուժեղ մոտիվացված են, չէ, ապա միևնույն է, ինքը արդեն էներգետիկ տեսանկյունով ինքը մաքուր վայր չի։ Եվ երբ որ ազնվորությունները իրանք մտնում են այդպիսի վայր եւ դուրս են գալի այդտեղից, իրանք հոգեվոր ոչ մի բան չեն ստանում, էլի։ Համարյա թե չէ, ոչ միայն սխալ է, համարյա թե չեն ստանում։ Քան երբ որ
կա եւ արտաքին մաքրությունը եւ հոգեվորականների մաքրությունը այդպիսի տեղում արդեն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ որ միջապով անպայման արտահայտվում է եւ հենց դա են այդպիսի վայրերն են լինում տեսեք ասենք մենք շատ փլատակներ ունենք չէ եկեղեցիների ես ժամանակին 108 այդպիսի փլատակ եմ մանեկել որտեվ հույս չունեի որ երբևիցե այդ կաստան կընկնեմ հա ու ես կարող եմ փաստել, որ եկեղեցիներ կան Հայաստանում, չէ, որոնք խոսում են նրա մասին, որ ժամանակին հայ առաքելական եկեղեցին ինքը մեծ քանակությամբ ճգնավոր հոգևորականներ է ունեցել։ Եվ դա նշանակում է, որ քրիստոնեությունը մեր մեջ այդ ժամանակ բավականին լուրջ, այսպես էլ ես ասում եմ շնչող է եղել։ Ընդհանրապես միշտ պետք է ուշադրություն դարձնել կրոնի մեջ իրական հրաժարվածներ կան թե ոչ։ Ոչ թե նրանք, ովքեր հրաժարվածի շոր են հագնում եւ փառքի իշխանության եւ հարստության վայելքների մեջ են հաստատված, հասկանում եք։ Դրանք հրաժարվածներ չեն։ Իրանք նյութական պայմանավորված այնտեղ մենք ժամանակին այդ հոգեբանության մասին խոսանք հենց հոգեբանության տեսանկյունից, ոչ միայն հոգեվորի Հա, թե դա ինչ թե դա ովքեր են էլի այդ հոգևոր կեղծարարները, հասկանում եք, բայց ասենք օրինակ նայում ես, տեսնում ես, որ եկեղեցին ինքը այնպիսի տեղ է կառուցված, չէ, որ այդտեղ միայն հրաժարվածը կարող էր ապրել, այսինքն միայն անկեղծ քրիստոնյան։ Իսկ հիմիկվա մեր իրականությունը կանում է նրանում, որ ոչ մի հատ այդպիսի գործող եկեղեցի Հայաստանում չկա։ Որը ինքը գտնվում է սարերի գլխում կամ չգիտեմ անտառների մեջ, որտեղ ապրում են մեկուսացված, հա, իրական ճգնավոր հոգևորականներ, որոնք իրենք զբաղված են իրենց հոգու ազատագրման process-ներով։ Հասկանում եք։ Եվ սա նշանակում է, որ քրոնականությունը ինքը բացարձակապես նյութական է դարձած այսինքն շնչող չի։ Այդ հոգևոր էներգիա իր մեջ պրակտիկորեն չկա։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է, համենայն դեպս ըստ արիացիների գնահատականը ինքը այդպես է տրվում։ Եվ անձամբ ես այդ գնահատականի հետ համաձայն եմ, որտեղ հասկանում եմ իր ներքին տրամաբանությունը։ Հիմա այսինքն այդ ինը նվիրված ծառայությունները, որը մենք դες հետ քննարկեցինք, ինքը վերաբերվում է ներքին աշխարհին, ինչպես տեսանք, չէ՞։ Հիմա մենք դες հետ կքննարկենք վերջի 5-ը այդ մարմնի մակարդակի վրա արվող ծառայությունները։ Որոնք են այդ 5 ծառայությունները։ Առաջինը դա սուրբ վայրերում ապրելն է, հա։ Այսինքն, երբ որ կենդանիակը, հոգևոր մարդը ինքը ուրեմն բան է անում, փորձ է կատարում ապրել սուրբ վայրերում։ Ես թվարկեմ եւ քննարկենք։ Երկրորդը դա Գերագույն Աստծո ազնվորության ուրեմն այ արցաններին երկրպագելն է։ Երրորդը դա Բագավատամը, այդ ինչով մենք ենք զբաղված, Բագավատամը կարդալը, քննարկելը, ուսումնասիրելը։ Չորրորդը դա որևիցե մի նվիրյալին, Աստծո մաքուր նվիրյալին ծառայությունն է։ Եվ 5-րդը դա ուրեմն Գերագույն Աստծո ազնվորության աղոթքն է, կամ իրականում արիացիները իրենք ասում են Գերագույն Աստծո ազնվորության սուրբ անունները գովերքելը։ Արիացիները իրենք կարող են իրենց այդպիսի բան թույլ տալ, որովհետև իրենք քննարկում են Գերագույն Աստծո ազնվորության որպես ազնվորություն, հա, քննարկում են ոչ միայն Գերագույն Աստծո ազնվորությանը, այլև Գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումներին, քաչ տեղյակ են, թե Գերագույն Աստծո ազնվորության անունը ինչ է, թե մարմնավորումների անունը ինչ է, չէ՞, եւ դրա համար իրանք այո, լիքը անուններ ունեն, որոնք կրկնելուց, այ ուրիշ ոչ մի բան չեն անում, ուղղակի այդ անունները կրկնելուց կենդանիակը ինքը շատ մեծ օգուտ է ստանում։ Ինչ է տալիս ընդհանրապես, եթե այսպես տակից գնանք, հա, ինչ է տալիս սուրբ անունների կրկնողությունը։ Առաջի էտապում
Սուրբ անուն, ընդհանրապես այսպես ասենք, սուրբ անունները կարելի է կրկնել 3 մակարդակի վրա։ Կներեք 4։ Առաջինը եւ ամենացածր կրկնողությունը սուրբ անվան ինքը կոչվում է վիրավորական կրկնողություն։ Որն է վիրավորական կրկնողությունը։ Վիրավորական կրկնողությունը դա այն կրկնողությունն է, երբ որ ազնվորությունը ինքը լսելով Աստծո անունը կարող է հայհոյել, կարող է ջղայնությամբ արտահայտվել, չէ՞, այսինքն ինքը կարող է ասել, ասենք տալ Աստծո անունը, եւ որովհետեւ ինքը չի ընդունում այդ անունը որպես Աստծո անուն, կարող է իրան շատ ագրեսիվ պահել։ Հիմա այստեղ մենք իհարկե ես ստիպված եմ զգուշացնել, որ ընդհանրապես, չէ, հոգևոր մարդը, իրական հոգևոր մարդը, հասկանում եք, ինքը պետք է այդպիսի հարցերում լինի ուղղակի կիրթ, հարգելով, եթե արդեն բաժանված է կրոնը, հարգելով ուրիշի կրոնը, հա, եւ չի կարելի հայտարարել սատանայից ուրիշ կրոնականությունը, որտեղ նույնպես երկրպագում են Աստծուն, բայց համապատասխան իրենց պատկերացումների, որտեղ ինչ է նշանակում, օրինակ, ես այսպես էլի, կոնկրետ օրինակ բերեմ, ինչ է նշանակում, որ քրիստոնյան իրան կարող է թույլ տալ ասել, որ, չգիտեմ, հնդիկների երկրպագությունները դա սատանայից է։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն դու իրավունք ունես քո պատկերացումներն ունենաս Աստծո մասին, դիմացինդ իրավունք չունի։ Եվ դու ուզում ես փաթաթես աշխարհին քո պատկերացումները որպես վերջնական ճշմարտություն։ Հասկանում եք, իրական, ասես ուղղակի ներքին աշխարհով գոնե մի քիչ կիշտ մարդը ինքը միշտ ունի մի պլատֆորմա։ Իսկ կարող է սխալը ես եմ, իսկ ճիշտը իրանք։ Եվ այսպես պրոստը էլեմենտար զգուշավորություն է պետք, որովհետև եթե հանկարծ ճիշտը իրանք են, ես այդտեղ կոնկրետ վիրավորանք եմ, չէ՞ հասցնում։ Եվ այբ որ իսկ գիտության գոյավիճակի ազդեցության տակ, կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանիների ներքին աշխարհում իրականում կրթվածություն չկա, ներքին կուլտուրա ինքը չկա, հասկանում եք, եւ այդ ժամանակ մարդիկ իրենք կարող են իրենց թույլ տալ, այսպես էլի, այսպես իրանց մեջից մենակ այդ հոսքերն են դուրս գալիս դեպի աշխարհ, չէ, ատելության, այդ լպիրշության, չգիտեմ, կրքերի, տգիտության, ուրիշ ոչ մի էներգիա այդպիսի մարդկանց մեջից դուրս չի գալիս, բայց հենց այդ պահին, երբ որ իրանք գռեհիկությունից բացի ուրիշ ոչ մի բան աշխարհի մեջ դուրս չեն տալիս, իրենք համոզված են, որ իրենք հիմա անենց մի հատ ճշմարտություն ասեցի, հասկանում եք, բայց գռեհիկությունից եւ կոպտությունից բացի ոչ մի բան աշխարհի մեջ դուրս չբերեցին իրականում։ Հասկանում եք, դրա համար այդ ներքին զսպվածությունը, ներքին կրթությունը ունենալ, հասկանալ, որ, ասենք, ամեն մի ազգ, ամեն մի պետություն, ամեն մի գաղափարախոսություն ինքը ունի իր անցած ճանապարհը, ունի իր արմատները, ունի իր տրամաբանությունը, չէ՞, ունի իր արգումենտները, թե ինքը ինչու է այսպես մոտենում կամ այնպես չի մոտենում։ Ես համարում եմ ինձ արիացիների գաղափարախոսության հետևորդ, որովհետև ռեալ իմ կյանքում ես հայնված եմ այդ գաղափարախոսության վրա, համենայն դեպս, այսպես համեստ ասեմ, փորձում եմ դա անել, չէ՞։ Եվ հույսով եմ, որ դուք նկատում եք, որ արիացիների գաղափարախոսության հետ շփումը ինձ դարձրել է այդպիսի մարդ, որ ես շատ լոյալ եմ բոլոր կրոնականությունների հանդեպ։ Եվ դուք երբեք այսպես օբյեկտիվ գնահատական, եթե խնդրեմ, պաժալստը,
ասենք քննարկում, թույլ կետերի, ուժեղ կետերի, էդի խնդրեմ, пожалуйста, այսինքն ես արիացիները իրենք իմ մեջ դաստիարակել են եւ ազատ բանականություն, որովհետեւ տվել են որպես հիմք շատ խորը գիտելիք, որ ինձ թույլ է տալիս, որպեսզի ես կարողանամ գնահատել, թե որտեղ ինչ է կատարվում, չէ, բայց եւ երբեք չեք կարող տեսնել, որ ես իջնեմ անհարգալից խոսակցության մեջ, սկզբունքային, այո, բայց ոչ անհարգալից։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է, ինչու համար է կարևոր, որովհետև երբ որ Գերագույն Աստծո ազնվորության անունները կրկնվում են վիրավորական, դա միշտ ունենում է իր այստեղ ես չեմ վախենա ասեմ, որտեվ մի քանի անգամ վկա եմ եղել իմ կյանքի ընթացքում, թե ինչպիսի, այսպես էլի, разрушительные ավիրիչ, հա, թե ինչպիսի ավիրիչ երևույթներ են սկսվում, երբ որ կենդանեակը ինքը վիրավորանք հասցրեց, այսինքն վիրավորական կրկնեց Աստծո անուններից որևիցե մեկը։ Հասկանում եք, եթե դա իրոք Աստծո անունն է, իսկ ասենք հոգևոր գիտելիքը, ես շատ ներողություն եմ խնդրում, ուղղակի ֆիզիկներից մեկը երեք վիրահատություն է տարել եւ հիմա երկրորդը իրան նեղացնում էր, ես վախեցա, որ կարող է կարերին վնաս տա։ Կներեք, շարունակում ենք մեր քննարկությունը։ Ուրեմն հիմա այս պահին քննարկում ենք ձեզ հետ վիրավորական, Գերագույն Աստծո ազնվորության անունները վիրավորանքներով կրկնելու մշակույթը։ Մարդիկ իրանք պետք է շատ զգուշավոր լինեն եւ երբեք Գերագույն Աստծո ազնվորության անունների հետ կապված վիրավորական ինտոնացիաների չգնան, անկախ նրանից, թե ինչ կրոնականության մասին է խոսքը, երբ որ ես մեկ-մեկ քննարկում եմ Իովայի անունը, եւ եթե նկատում եք, ես իմինը անունը չեմ տալիս, ես ասում եմ այն ազնվորությունը, որը ինքը հայտարարում է, որ ինքը նախանձախնդիր Աստվածն է որևիցե մի ազգի, դա չի կարող լինի իրական Աստված եւ չի կարող լինի Գերագույն Աստծո անձնավորությունը եւ Հիսուսը այո եկել էր հերքելու այդ գաղափարը, դրա համար բոլորովին չեմ հասկանում, թե ինչու են քրիստոնյաները վերցրել 5 տակ, հասկանում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչու համար են քրիստոնյաները իրանք վերցրել ուրեմն 5 տակարանը իրենց համար որպես բան, որպես հիմք, որովհետև իրականում Հիսուսը ինքը հերքել է այդ գաղափարը եւ եկել է հայտարարելով, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բոլոր կենդանի էակների հայրն է։ Հասկանում եք, եւ այսինքն ճիշտ բանի վրա է դրել եւ սա շատ հեղափոխական, շատ համարձակ քայլ էր Հիսուսի կողմից, ես խոնարհվում եմ իրականում այն աշխատանքի համար, որ ինքը այն ծառայության համար, որ ինքը մատուցել է Գերագույն Աստծո ազնվորությանը, որպես իր հոր, հա, եւ տեսեք ասենք, չէ, այսինքն այս մշակույթը վիրավորանք չհասցնել, սա շատ կարևոր մշակույթ է, որովհետև ես նորից եմ կրկնում, ես հիմա չեմ ուզում բերել օրինակներ, որպեսզի չգրգռեմ ջղայնությունը ագրեսիվ մարդկանց, հա, բայց ես իմ կյանքի ընթացքում վկա եմ եղել, թե ինչպիսի սարսափելի, ահավոր ռեակցիաներ են ստացվել, երբ որ Աստծո անուններին կամ Աստծո անձնավորությանը վիրավորանքներ են հասցվում։ Երկրորդ ուրեմն ձևը քննարկելու Գերագույն Աստծո անձնավորության որակները դա բանն է, ասեք, դա ուրեմն մեխանիկական կրկնողությունն է։ Երբ որ մենք խոսում ենք մեխանիկական կրկնողության մասին, չէ, մենք խոսում ենք դրա մասին, որ կենդանեակը Գերագույն Աստծո ազնվորության անունը կրկնում է ոչ թե վիրավորանքներով, այլ անուշադիր։ Ինչ
Ինչ է նշանակում մեխանիկորեն կրկնել Գերագույն Աստծո անձնավորության անունները։ Մեխանիկորեն կրկնել Գերագույն Աստծո անձնավորության անունները, դա նշանակում է, որ անձնավորությունը ինքը անունները կրկնելուց մտածում է իր նյութական կապվածությունների, ատելությունների, գործերի, իրադարձությունների մասին։ Այսինքն իր լեզուն զբաղված է անունը կրկնելով, բայց ներքին աշխարհը նյութական աշխարհի հետ է։ Սա կոչվում է մեխանիկական կրկնողություն։ Մեխանիկական կրկնողությունը ինքը ավերիչ բաներ չունի, ավերիչ արդյունքներ չունի, ինքը տալիս է կարող է վառել մեղքերը, որտեղ Սուրբ անունը ինքը շատ մեծ հզորություն ունի։ Ուրեմն կարող է վառել մեղքերը, հա, կարող է ուրեմն բանանել, կատարել որոշակի ցանկություններ, հա, բայց չի կարող տա հոգևոր զարգացում։ Այսինքն սա մեխանիկական կրկնողությունը դա տեղում դոփելու, վիրավորական կրկնողությունը դա անկում ապրելու կրկնողությունն է։ Մեխանիկական կրկնողությունը դա տեղում դոփելու կրկնողությունն է։ Հաջորդ կրկնողությունը դա մաքրագործող կրկնողությունն է։ Մաքրագործող կրկնողությունը դա նշանակում է, որ կենդանի էակը ինքը արդեն Սուրբ անունները կրկնելուց մտածում է հոգևոր թեմաների վրա, կարող է նույնիսկ չկարողանա մտածել հենց ինքը Աստծո մասին, չէ, բայց հոգևոր թեմաների վրա է շուրջ է մտածում։ Եվ դրա հաշվին հոգևոր անունը ինքը կարողանում է արդեն տալ իր առաջի հոգևոր արդյունքները։ Հա, երբ որ կենդանեակը ինքը իր ներսում կենտրոնացած է հոգևորի վրա, Սուրբ անունն էլ ինքը արդեն կարողանում է այդ դաշտում գործել եւ շատ արագ մաքրագործում է կենդանեակի սիրտը։ Սա է այն կրկնողությունը, որը կենդանեակին առաջ է տանում։ Հաջորդ կրկնողությունը, մակարդակը կրկնողության, դա գովերքումն է։ Մաքրագործված սիրտը ինքը գալիս է այն վիճակին, որը ինը նվիրված ծառայությունների վերջն է։ Ընկերություն, ընկերականության զգացում Գերագույն Աստծո անձնավորության հետ, հա, եւ սա ինչ է նշանակում։ Եթե ես ինչ-որ մի անձնավորության ընդունում եմ ինձ համար այնքան մտերիմ, որ համարում եմ իմ ընկերը, եւ այնքան մտերիմ, որ պատրաստ եմ իր համար ամեն մի զոհագործության գնալ, չէ՞, դա նշանակում է, որ ինքը իմ կյանքում արտահայտել է այնպիսի որակներ, որ ես իրանով տարված եմ, որ ես իրանով հրճված եմ։ Հասկանում եք։ Եվ այդ, որ ես իրանով հրճված եմ, չէ, ինքը արտահայտվում է, որ երբ որ ես կրկնում եմ իր անունները, ես այդ կրկնողության մեջ դնում եմ իմ այդ դրական արդեն շատ որոշակի վերաբերմունքը Աստծո հանդեպ։ Այդպիսի կրկնողությունը ինքը վերականգնում է Գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերությունները։ Դուք զգացիք միայն Աստծո Սուրբ անունները կրկնելու որակը ինքը ինչեր կարող է անել կենդանի էակի հետ։ Ուրեմն սա հիմքն է, Աստվածամերժության դարաշրջանի կրոնականության հիմքն է։ Ինչու է սա հիմքը։ Որովհետև իրականում, չէ, Աստվածամերժության դարաշրջան դա նշանակում է, որ այստեղ ծնվում են այս կամ այն չափով աստվածամերժ կենդանի էակները։ Հասկանում եք, տեսեք, մենք հիմա կասենք, մենք աստվածամերժ չենք, մենք քրիստոնյա ենք, բայց ես շատ եմ քննարկել, չէ, որ մենք ձևական քրիստոնյաներ ենք։ Հասկանում եք, մեր մեջ, այսպես մատերի վրա հաշված կարելի է բանանել, թվարկել, թե քանի հոգի է, որ ռեալ գնում է քրիստոնեության գաղափարախոսության հետևից, որ ռեալ քրիստոնյա է, որի մեջ չկա ատելություն, նախանց, չգիտեմ, բռնության հանդեպ հակում, ես իմ տրփանք, էս են, հասկանում եք, այդ ինչ որ մենք ենք անում, դա ձևական կրոնականությունն է։ Դա ոչ մի հոգևոր բան իրականում, մի թեթև այն ամենա կլասի
մինուս 273-ն է 0-ն, լավ, մինուս 272, այդ աստիճանի, այդ մակարդակի կրոնականության մասին է խոսքը, հասկանում եք, իրական կրոնականությունը մենք շատ հեռու ենք այդ կրոնականությունից, չէ, և այո, սա աստվածամերժության դարաշրջան է, որտեղ կա կամ բացահայտ աստվածամերժություն, կամ ձևական կրոնականություն, որտեղ ծիսակատարությունները ընդունվում են, կրոնի էությանը ոչ մեկ չի հետևում, սրա մասին է խոսքը, շատ պարզ հասարակ բանաձևեր են։ Եվ տեսեք ասեք, չէ, հիմա այս դարաշրջանում, եթե հիշում եք, Բհագավատամը ինքը առաջի տեքստերում բրահմանները իրանք ինչ ասեցին շարունակային, ասին մենք նայում ենք այդ ապագայի մեջ, սարսափում ենք, այդտեղ ծնվում են այնպիսի կենդանեակներ, որ իրանց մեջ չունեն խաղաղություն, չեն կարողանում խաղաղ հարաբերություններ ստեղծել, իրանց հիշողությունը կարճ է, բանականությունը թույլ է, բնությունը կեղտոտ։ Հոգևորը որտեղ պիտի կարողանա ապաստարան գտնի։ Այսինքն իրանք սարսափած ասում էին, այս ինչ-որ դարաշրջան է գալիս, որը հոգևորի համար ասեղ խրելու տեղ չկա։ Հասկանում եք։ Եվ Սուտը Գոսվամին ասեց այո, գալիս է այդպիսի դարաշրջան։ Եվ հիմա տեսեք, այև սա է, երբ որ Տեր Չայտանյան ինքը եկավ, իր գլխավոր լոզունգը, հա, այսինքն այն էլի լոզունգ ոնց է նայել, մի րոպե։ Կարգախոս, հա, իր գլխավոր կարգախոսը գիտեք որն էր։ Ուժեղ հիվանդին, ուժեղ դեղ։ Այսինքն, երբ որ կենդանեակների հոգևոր մակարդակը շատ ցածր է, կամ զրոյական է պրակտիկորեն, աստվածամերժերինը զրոյական է, կեղծ կրոնականներինը մի 10% էս կողմ, չէ՞։ Հասկանում եք, այ որ այդքան ցածր է իրական հոգևոր մակարդակը, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հետևում է այդ սկզբունքին։ Տալ կենդանեակին մի գործոն, որը օգնում է կենդանեակին մաքրվել առանց ինչ-որ յուրահատուկ ճիգերի։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է։ Սա է իրականում արիացիների կրոնականությունը, առավելությունը, այս սա է, որ կա ինչ-որ մի գործոն, որը գործում է անկախ քո մակարդակից։ Քեզանից պահանջվում է ընդամենը մի բան՝ չվիրավորել։ Հասկանում եք։ Սուրբ անվան հետ կապված մենք հետագայում ավելի լուրջ խոսակցություն կունենանք, որտեղ ես կքննարկեմ Սուրբ անվան 10 վիրավորանքները, թե ինչ է նշանակում վիրավորել Սուրբ անունը, Գերագույն Աստծո ազնվորության։ Հիմա այստեղ ընդհանուր առմամբ սկզբունքներից ենք խոսում։ Հա։ Ուրեմն այս սկզբունքը սա է, որ Սուրբ անունը ինքը նախատեսված է թույլ կենդանեակների համար, որպես գործոն, որը ինքը իրանով բարձրացնում է կենդանեակին, այսինքն կախված չի կենդանեակի ոչ ներքին մաքրությունից, ոչ նրա բանականության մակարդակից, ոչ նրա մտքի կենտրոնացման ունակություններից, ոչ նրա սրտի մաքրությունից։ Կրկնում ես ուղղակի առանց վիրավորանքներ հասցնելու եւ անունը ինքը իրանով մաքրում է քեզ։ Հիմա երկրորդը դա ծառայությունն է։ Ծառայություն նվիրյալին։ Սա շատ հետաքրքիր կետ է, հա։ Նյութական աշխարհում միշտ կան իրականում միշտ կան մաքուր նվիրյալներ, եւ մենք պիտի հասկանանք, որ իրանք ահավոր քիչ են։ Ցանկացած կրոնականության մեջ աստվածամերժության դարաշրջանում անկեղծ հոգևորականները իրանք ահավոր քիչ են։ Ծառայել այդպիսի անձնավորություններին, հիմա տեսեք,
Մեր բախտը կարող է բերած լինի եւ մենք հանդիպենք մաքուր նվիրալներին առիևս։ Իսկ կարող է այդպիսի բախտ չունենանք, բայց այդ ժամանակ կարող եք հնարավորություն ունենալ հանդիպել այդպիսի մաքուր նվիրալներին իրենց գրքերի տեսքով, այսինքն իրենց ժառանգության հետ հանդիպել։ Սա իրականում նույն բանն է։ Ես նույնիսկ ասեի, որ շատ մեծ հարց է, էլի, ոնց ասեմ, շատ մեծ հարց է, որ թե ինչն է ընդհանրապես ավելի բարենպաստ, հա, անձնական շփումը, որովհետև մաքուր նվիրալների հետ անձնական շփումը ինքը շատ խնդրահարույց է, ինչ տեսանկյունից։ Մաքուր նվիրալները նույնպես այն անձնավորություններն են, որոնց չի կարելի վիրավորել։ Վիրավորանքներից այսպես էլի, ամենահեշտը, որը կարելի է տալ, դա նա է, որ մաքուր նվիրալին ընդունես որպես սովորական մարդ։ Իսկ շատ դժվար է, չէ՞, երբ որ դու քո առաջ տեսնում ես նյութական մարմնի մեջ արտահայտված կենդանի էակ, որը քո նման ուտում է, քո նման նստում է, քո նման քնում է, քո նման կարող է ընտանիք ունենալ, երեխաներ մեծացնել, հասկանում եք, շատ հազվադեպ կարող է նաև աշխատանք ունենալ, թեկուզ մաքուր նվիրալներին արգելված է նյութական աշխատանքով զբաղվելը, չէ՞։ Ասենք, այսինքն ինքը շատ քիչ է տարբերվում, իրականում շատ քիչ է տարբերվում սովորական մարդուց։ Եվ այդտեղ շատ հանգիստ կարելի է իրան շփոթել։ Եվ երբ որ դու իրան շփոթում ես, հա, դու իրան վիրավորանք ես հասցնում։ Ինչու՞, որովհետև դու իր հետ սկսում ես շփվել այնպես, ինչպես շփվում ես բոլորի հետ։ Իսկ դու բոլորի հետ ինչպես ես շփվում։ Դու բոլորի հետ շփվում ես մի բանաձևով։ Դուք պիտի շարժվեք, խոսաք, գործեք, դստեք, ցանկություններ ունենաք համապատասխան իմ պատկերացումների։ Եթե դուք դա չեք անում իմ պատկերացումների համապատասխան, ուրեմն դուք լավ մարդ չեք։ Սա եք, չէ՞, մենք մշտական կիրառում մեր կյանքում։ Այդ ռուսերեն ասում ենք կարծինքը։ Ամեն մեկը ունի իր կարծինքն այս աշխարհի հետ կապված, չէ՞, եւ ամեն մեկը ինքը ակնկալում է, որ աշխարհը պիտի իրան պահի իր կարծինքայի համապատասխան։ Եթե չէ, կենդանիական գնում է տառապանքի, ողբի, հիասթափությունների մեջ։ Մաքուր նվիրալները դրանք այն անձնավորություններն են, որոնք պետք է ունենան ազատություն։ Ոչ թե պետք է ունենան, այլ ունեն ազատություն։ Դա այն կենդանիակներն են, որոնց ցանկությունները Գերագույն Աստծո անձնավորությունը կատարում է։ Մաքուր նվիրալների մասին խոսացվում է, որ եւ նյութական վայելքները, եւ միստիկական ուժերը, եւ ազատագրումը, այսպես խոնարհ կանգնած են իր դռան առաջ, որպեսզի կատարեն իր հրահանգները։ Մաքուր նվիրալը դա այն ազնվորությունն է, որը բարիացակամ է աշխարհի հանդեպ։ Ոչ թե ինչ-որ կոնկրետ, չգիտեմ, տեղանքի կամ ինչ, այլ ընդհանրապես աշխարհի հանդեպ եւ նյութական աշխարհում ապրող կենդանիակների հանդեպ բարիացակամ է։ Եվ դա նշանակում է, որ եթե ազնվորությունը ինքը խելք ունի իր գլխի մեջ, ինքը պիտի թույլ տա, որպեսզի մաքուր նվիրալի ցանկությունները կատարվեն, որովհետև մաքուր նվիրալը երբեք ոչ մի ավերիչ ցանկություն չի ունենում։ Հասկանում եք։ Իսկ երբ որ կենդանիակները իրանք այսպես անմիջական շփում ունեն մաքուր նվիրալի հետ, իրանք շատ արագ մոռանում են դրա մասին, հատկապես եթե մաքուր նվիրալը պաշտոն չունի, հա։ Այդ պաշտոններն էլ մի հատ առանձին թեմա է, չէ՞։ Եթե մաքուր նվիրալը ինքը պաշտոն չունի, այլ ապրում է մարդկանց մեջ, շատ հաճախ, շատ հեշտ է այսպես խառնել, թե ընդհանրապես մենք ում հետ գործ ունենք։ Պրաբհուպադը ինքը ասում էր, մարդը չի երևում այնքան ժամանակ, մինչև չի սկսել խոսալ։ Երբ որ ինքը սկսեց խոսալ, իր ներքին մակարդակը անմիջապես դառնում է ակնհայտ։ Չէ՞, եւ տեսեք, ասենք սիրելիներս, երբ որ մենք հանդիպում ենք մաքուր նվիրալներին, ինչ է նշանակում ծառայել մաքուր նվիրալին։
Առաջի հերթին դա նշանակում է չխոչընդոտել, որպեսզի այդ առաջինը ինչ չպիտի անես։ Չխոչընդոտել, որպեսզի նվիրյալը ինքը իրականացնի իր ցանկությունները։ Նվիրյալի ցանկությունները դրանք միշտ հոգևոր ցանկություններ են, բացարձակ մաքուր եւ կարեկցանքի հիմքի վրա։ Աջակցել, որպեսզի նվիրյալը ինքը կարողանա իրականացնել իր ցանկությունները։ Մեր ժամանակներում բավականին հատկապես խորամանկ աթեիստները, չէ, իրենք կարող են գալ ներխուժել մաքուր նվիրյալի կյանք ձևացնել, որ իրենք այդ մաքուր նվիրյալի այսպես հավատարիմ աշակերտներն են, բայց իրականում շատ կեղտոտ նպատակներ ունենան, չէ, ասենք շատ խորամանկ ձևերով խոչընդոտեն մաքուր նվիրյալի գործունեությանը, ասենք թոսպչեն մնացած բոլորի աչքերին, որ իրանք հավատարիմ են, որ իրանք երկրպագում են, որ իրանք հիացած են այդ հոգևոր ուսուցչով, բայց իրականում շատ կեղտոտ պլաններ են իրականացնում, չէ, այդպիսի գործողությունները իրանք միշտ բերում են շատ վատ հետևանքների։ Ընդ որում, այստեղ ես ընդհանրապես դուք բավականին երկար ժամանակի արդեն շփվում եք ինձ հետ եւ երևի թե նկատել եք, որ ես Աստծով վախացնել չեմ սիրում, բայց այստեղ ստիպված եմ, որովհետեւ դա ռեալ շատ ծանր իրականություն է, հասկանում եք։ Մաքուր նվիրյալին վիրավորանք հասցնելը միշտ շատ վատ է անդրադառնում ոչ միայն այն մարդու վրա, որ այդ վիրավորանքը հասցրեց, այլև ամբողջ այն տարածքի վրա, որի ներկայացուցիչն է այդ անձնավորությունը։ Այդ պատճառով իհարկե նվիրյալների հետ պետք է շատ զգույշ լինել Աստծո ծառաների։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ տեսեք ասենք, իսկ բայց իրականում, երբ որ արդեն կա ռեալ դրական վերաբերմունքը, չէ՞, եթե մենք անձնապես ճանաչում ենք մաքուր նվիրյալին, որpեսզի մենք զերծ մնանք վիրավորանքներից, չի կարելի մաքուր նվիրյալին մոտենալ շատ մոտիկ, այսինքն չի կարելի շատ հեռանալ, հա, որովհետև մենք պատկերավոր եթե ասեմ, մաքուր նվիրյալը ինքը արև է։ Եթե շատ մոտենաս վառում է, եթե շատ հեռանաս սառում ես։ Այսինքն կա մի ռացիոնալ ուրեմն տարածություն, որը մենք պետք է պահենք, չէ, որը պահելու ժամանակ մենք գտնվում ենք այդ հաճելի տաքության մեջ, իսկ դա ինչ է նշանակում հաճելի տաքություն։ Մենք օգտվում ենք այդ անձնավորության հոգևոր պոտենցիալից։ Եվ այդ տարածությունը կոչվում է հարգանք։ Եթե կենդանիակը ինքը մաքուր նվիրյալի հետ շփվելուց երբեք չի կորցնում այն գիտակցությունը, թե ինքը ում հետ գործ ունի, չէ, ինքը պահում է հարգանքի սահմանը։ Եթե ոչ, ապա, այսպես տնավարի խոսքով ասեմ, լքստվում է եւ սկսում է փորձել մաքուր նվիրյալին ղեկավարել։ Այդպիսի գործողությունները ես նորից եմ զգուշացնում, շատ վատ արդյունքներ են ունենում, դա շատ, այսպես էլի, բան ճանապարհ է, որը հավատացնում եմ ձեզ, որ այդ ճանապարհի վրա կանգնել չարժի։ Ես ինքս այնպիսի փորձեր ունեմ, որ աչքիս առաջ տեղի է ունեցել, որ ուղղակի ես այդ մաքուր նվիրյալների վիրավորանքից սարսափում եմ, եթե կարելի այդպես ասել, հասկանում եք։ Եվ տեսեք ասենք, հաջորդը, չէ, որը ինքը շատ կարևոր է, դա եթե մենք ասենք արդեն պետք է աջակցելը, ինչ է նշանակում աջակցել։ Մաքուր նվիրյալը ինքը նյութական աշխարհում գոյատևում է ոչ թե նյութական աշխարհը վայելելու համար, այլ հոգևոր տարածքին ծառայելու համար, չէ՞, կամ որպես հոգևոր տարածքը կա, ինքը կա, որպեսզի պահպանի այդ տարածքը, կամ այդ տարածքը չկա եւ ինքը գալիս է որ ստեղծի։ Այդ երկու իր միսիաներին ծառայելը եւ նշանակում է ծառայել ինչ-որ նվիրյալի։ Հիմա նվիրյալը ինքը անձնավորություն է։ Եվ ուզում է ինքը մաքուր լինի, ուզում է ինքը անմաքուր լինի, միևնույն է, պայմանավորված կենդանի էակները իրան ինչ-որ մի ձևի ընկալում են։ Եվ ինքը կարող է նյութական տեսանկյունից ինչ-որ մեկին դուր գալ, ինչ-որ մեկին դուր չգալ, հասկանում եք, ինչ-որ մեկը կարող է իրան համարի, չգիտեմ, չափից ավելի խեղճ, մյուսը համարի չափից ավելի ագրեսիվ, որտեղ
կան նվիրալներ, որ իրանք էսպես էլի զինվորական բնավորություն ունեն, չէ՞։ Հասկանում եք, բան էլի աստծոծարանները իրանք մենակ ճգտավորները չեն։ Շատ տարբեր տրամադրություններով աստծուն ծառայող կենդանիակներ կան։ Հասկանում եք, եւ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի մենք ընտրենք այն նվիրալին, որը մեր պայմանավորված վիճակին համապատասխանում է։ Այսինքն մեզ դուր է գալիս նաեւ իր արտաքինը, իր պահելակերպը, իր բնավորությունը, հա, որտեղ սա շատ կարևոր գործոններ են։ Հիմա, սիրելիներս, սենտիմենտալ մարդկանց համար սա կարևոր գործոններ են։ Բայց երբ որ արդեն մենք ընտրեցինք, չէ՞, ուրեմն իրական հոգևոր մարդիկ իրանք միշտ ունեն ինչ որ մի հատ իրանց սրտին մոտիկ մաքուր նվիրյալ, որոնց իրենք երկրպագում են, որոնց ծառայում են։ Ծառայել մաքուր նվիրալին դա նշանակում է տարածել նրա գաղափարախոսությունը։ Մեր ժամանակներում սա նշանակում է տարածել, նրա, լեկցիաները, տարածել նրա գրքերը, հա, խոսել այդ գաղափարախոսության մասին մտերիմների հետ եւ այլն եւ այլն, չէ, աջակցել քարոզին, այսպես կոչված, չէ, աջակցել մաքուր նվիրալի քարոզին նշանակում է ծառայել նրան։ Եվ այդ ծառայելը ինքը զորով չի, էլի, այսա շատ կարևոր գաղափար է։ Ինձ համար այդ գաղափարները ահավոր կարևոր են, որ ծառայելը ինքը զորով չի։ Կենդանիակը ինքը շփվում է մաքուր նվիրալի հետ, եւ եթե հրապուրվում է այդ մաքուր նվիրալով, հա, ինքը հաճույքով, ինքնակամ, այդտեղ մենք միշտ պիտի տեսնենք, մաքուր նվիրալը ինքը երբեք ոչ մեկին ոչ մի բանի չի պարտադրում, հա, ինքը հայտարարում է գիտելիքը, չէ, օրինակ ես հիմա ձեզ հայտարարեցի գիտելիքը, որ մաքուր նվիրալներին ծառայությունն է պետք մատուցել։ Հիմա թե դուք որ նվիրալին կտրեք ծառայություն մատուցելու, ինչ ծառայություն կընտրեք անելու, այդտեղ մաքուր նվիրալը երբեք չի խառնվում։ Եթե ինքը այդտեղ խառնվում է, ինքը ինչ-որ նպատակներ է հետապնդում։ Հասկանում եք, դա կամավոր է։ Կամավոր կենդանիակը պիտի նայի ինչ-որ մի ազնվորության ու պիտի զգա, որ ինքը այդ ազնվորության համար ուզում է ինչ-որ մի բան անել։ Հասկանում եք, իսկ մաքուր նվիրյալը ինքը հրապուրում է կամ իր գիտելիքով կամ անձնական որակներով։ Այդ երկուսից մեկը մեզ պիտի հրապուրի։ Հաջորդը դա Բhagavatam-ը լսելը, Bhagavatam-ը ուսումնասիրելն է։ Այմա բոլոր նրանք, ովքեր ես եւ բոլոր նրանք, ովքեր լսում են մեր քննարկումները, իրենք կարող են նույնիսկ չեն գիտակցում, բայց այդ process-ով ծառայում են Աստծուն, որտեղ երկրպագում են Աստծո մասին գիտելիքին։ Հաջորդը դա այդ աստվածությունների ծառայությունն է, այն ինչով, որ ես խոսակցությունը սկսեցի։ Եվ աստվածամերժության դարաշրջանում, երբ որ հայտարարվում է կրոնի զարթոնքը, այդ բաները Աստծո բաներին, Աստծո իմինը արձաններին ծառայությունը ինքը վերականգնվում է։ Ինչու արձաններին, այլ ոչ հենց ինքը գերագույն Աստծո ազնվորությունը չի գալի, որովհետև աստվածամերժության դարաշրջանում ընդհանուր առմամբ մաքրություն չկա։ Եվ երբ որ մարդիկ իրանք գալիս են հոգևոր դաշտ, իրանք դեռ մաքուր չեն, բայց արդեն պիտի երկրպագեն, որ կարողանան մաքրվեն եւ առաջ գնան։ Եվ դրա համար միշտ, երբ որ կա ինչ-որ գիտակցության մաքրության հետ կապված խնդիրներ, գերագույն Աստծո ազնվորությունը ոնց որ կներեք կոպիտ կասեմ, դեմ է տալիս, հա, իր քարի տեսքը, որ ոչ մի բանով չջղայնացնի, հասկանում եք, կամ ոչ մի բանով անհասկանալի չլինի, որովհետև երբ որ ինքը անձամբ է այստեղ ներկա, չէ՞, այդ դուք կարող եք կարդալ օրինակ Կրիշնագիրքը, չէ՞, որտեղ արիացիները իրանք պնդում են, որ դա նախասկզբնական գերագույն Աստծո ազնվորությունն է։ Եթե նույնիսկ նախասկզբնականը չի, աստվածային ինչ-որ երևույթ է։ Ու դուք փորձեք պրոստը կարդալ այդ կյանքը։
ու պատկերացրեք, որ ձեր կյանքում կա մի այդպիսի անձնավորություն, որին դուք տեսնում եք։ Եվ եթե դուք համարձակություն կունենաք ինձ ասել, որ դուք կհասկանայիք, որ սա Աստվածն է, ես ձեզ կընդունեմ որպես մաքրամաքուր նվիրյալ, հասկանում եք, որովհետև պայմանավորված հոգին այդ անձնավորության մեջ Աստված չէր կարող տեսնել։ Այդ ինքը ինչպես էր ապրում, ինչ էր անում, ում հետ ոնց էր վարվում եւ այլն եւ այլն։ Ահա որ անհասկանալի պահվածք։ Մենք դեռ հույսով եմ այդքան կյանք ունենանք, որ կարողանանք այս ամենը քննարկել։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այդ դրա համար Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բերում է իր արձանը, որտեղ ակնհայտ է, սա Աստվածն է։ Всё։ Եվ ինքը ոչ մի բան չի անում, ինչու չի անում, որ հանկարծ չշփոթվես, որ ոչ մի վարքյան չմոռանաս, որ ինքը Աստվածն է։ Որովհետև հենց որ ինքը սկսեց գործել, այն նույնպես ոնց որ մաքուր նվիրյալը։ Մաքուր նվիրյալը ինքը կարող է մեր կողքը լինել, մենք կարող ենք իրան չճանաչել։ Արգջունայի հարցը, իմ ամենասիրած հարցը։ Ինքը ինձ համար իմ հոգևոր կյանքում ահռելի նշանակություն ունեցող հարց է եղել, ահռելի։ Երբ որ ես հասկացել եմ, ես այդտեղ եմ հասկացել, որ ահա որ նրբություն է պետք զարգացնել, հա, մաքուր նվիրյալներին հասկանալու այդ հոգևորը նյութականից տարանջատելու համար, որ ամեն ինչ ինքդ էս տապորնի չի էլի, ահա որ նրբություններ կան, որ նվիրյալներին իրանք կարելի է, երբ որ իրանք քո կողքն են, դու կարող ես ընդհանրապես նույնիսկ չճանաչես։ Եվ երբ որ ես օրինակ առաջի անգամ հանդիպեցի իմ հետագա ձեռնադրում տվող հոգևոր ուսուցչին, որին օբյեկտիվորեն, հիմա ես օբյեկտիվորեն չեմ կարող ասել, որ ինքը մաքուր նվիրյալ է, կարող եմ ասել անկեղծ նվիրյալ է, բայց մաքուր նվիրյալ է չեմ կարող ասել, բոլոր դեպքերում ինքը հոգևոր ուսուցչի դիրք ուներ, եւ ասենք, եւ առաջի բանը, երբ որ ես իրան գրեցի, առաջի հանդիպումից հետո ես իրան հետ այդպես էլ գրեցի, որ եթե ես ձեզ հանդիպեի օրինակ տրամվայի մեջ, այն ժամանակ դեռ տրամվայներ կային էլի, օրինակ տրամվայի մեջ հանդիպեի, մտքից ծայրով անգամ չէր անցնի, որ դուք ոչ թե մենակ մաքուր նվիրյալ եք, այլ որ ընդհանրապես Աստծո հետ կապ ունեք։ Որտեւ ինքը ուղղակի երիտասարդ, ինձ ընդամենը 9 տարով մեծ, երիտասարդ, գեղեցիկ, այսպես կիրթ իռլանդացի էր։ Եվ երբ որ ինքը օրինակ սովորական մարդու հագուստ էր հագած, այլ ոչ թե այդ հոգևոր իր դիրքին համապատասխան հագուստը, մտքից ծայրով չէր անցնի, որ գործ ունես հոգևոր մարդու հետ, ընդհանրապես հոգևոր, էլ չենք ասում ինչ-որ մի դիրք ունեցող, հասկանում եք, չէ՞, որ այս կետերը իրանք ահավոր կարևոր են, եւ դրա համար Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը վերականգնում է երկրպագությունը իր հանդեպ, ինքը առաջին հերթին գալիս է որպես արցան, որ ակնհայտ լինի, սա Աստվածն է, всё, ու ինքը ոչ մի բան չի անում, որ կետ շփոթացնի։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է։ Եվ հաջորդ ամենավերջի կետը, որ այսօր մենք կքննարկենք, դա ուրեմն բանն է, Սուրբ վայրերում ապրելը։ Մեր ժամանակներում կա երկու խնդիր։ Կենդանիակը ինքը կարող է ապրել Սուրբ վայրում եւ կարող է ուրեմն բերել Սուրբ վայրը իր տուն։ Ընդհանրապես ես միշտ ասում եմ, որ պրագմատիկ մտածողությունը ինքը դա նա է, որ երբ որ մենք ինչ-որ մի սկզբունք ենք լսում, չէ՞, այլ մենք միանգամից կենտրոնանանք այդ հարցի վրա։ Եթե այ հիմա բոլոր հոգևոր մարդիկ հետևեն այս սկզբունքին, ինչ տեղի կունենա։ Հասկանում եք։ Այմա պատկերացրեք, որ բոլոր քրիստոնյաները վեր կենան ու գնան Երուսալիմ։ Որ ասում են երկրագունդը դաժե տեղից կշարժվի, չէ՞, այնքան մարդ, բան էլի, հավասարակշռությունից դուրս կգա։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ Երուսալիմը ինքը ուղղակի ֆիզիկապես չի կարող այդքան մարդ տեղավորի իր մեջ։ Ուրեմն սա նշանակում է, որ այս սկզբունքը ինքը բոլորի համար չի։ Եղքը ինչպես է սա կիրառվում։
Այն կենդանիակները, որոնք իրենք ներգրավված են նյութական, այն հոգևոր մարդիկ, որոնք իրենք ներգրավված են նյութական գործունեության մեջ, այսինքն ունեն հասարակական դիրք, ունեն ընտանիք, ունեն պարտականություններ եւ այլն, չէ՞։ Այսինքն ապրում են նյութական կյանքում, ապրում են նյութական աշխարհում, չէ՞, եւ ներգրավված են այդ կյանքի մեջ, իրանք պետք է սովորություն ունենան ժամանակ առ ժամանակ գնալ սուրբ վայրեր։ Ամեն երկիր ունի իր սուրբ վայրերը։ Փառք Աստծո, մենք եկեղեցիների պակաս չունենք, չէ՞։ Եվ այո, շատ բարենպաստ է, որպեսզի հոգևոր մարդը ինքը ժամանակ առ ժամանակ գնա այդ սուրբ տեղերը։ Հասկանում եք, ես նույնիսկ կասեի, որ պարզ է, որ մենք աշխարհիկ պետության մեջ ենք ապրում, չէ՞, եւ այդպիսի պետական ծրագրեր չկան, բայց եթե լիներ հոգատարություն, ասենք այդ ազգաբնակչության մաքրության, բարոյականության տեսանկյունից, ապա այսպես էլի կան ինչ-որ շատ այսպես բան էլի եկեղեցիներ, ազդեցիկ եկեղեցիներ, իրանց եւ էներգետիկայով եւ արտաքին տեսքով եւ այլն, չէ, օրինակ Տաթևը եւ այլն։ Եվ այդպիսի եկեղեցիների կողքը կարելի էր կառուցել փոքրիկ, ոչ շատ մեծ, փոքրիկ հյուրանոցներ, որտեղ ասենք մարդիկ կարող են գալ եւ մի քանի օր մնալ այդտեղ, մի քանի օր ապրել այդ կյանքով, մի քանի օր ամեն առավոտ, ամեն երեկո մասնակցել ծիսակատարություններին, լսել բաները, ծառայությունը, որը մատուցվում է, մտնել այդտեղ, աղոթել այդտեղ, ինչու ոչ, թեկուզ շրջակայքում նստել, շատ կարևոր է եկեղեցիների շուրջը պտտվելը, բան ճակատագիրը վառելու, ճակատագիրը փոխելու իմաստով շատ բարենպաստ է, չէ՞։ Ասենք այդ հարգանք մատուցելու ձև է դա, բան է, ըստ ժամացույցի սրակի։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այդ բոլոր գործողությունները իրենք շատ բարենպաստ են, այսինքն կենդանիակը ինքը կարող է գնալ այնտեղ ժամանակավոր եւ հետ գալ, օրինակ Աստծո ողորմածությամբ այն պահից, երբ որ ես ինչ-որ մի քանակությամբ աշակերտներ ունեմ, իմ աշակերտները իրենք նյութապես աջակցում են, որպեսզի եւ ես եւ իրենք, հա, ասենք, բան, տարին գոնե մի անգամ գնանք արիացիների կրոնականության սուրբ վայրերը, այսինքն գնանք Հնդկաստան եւ այնտեղ սուրբ վայրերում լինենք։ Հիմա ես 3 շաբաթ որ դասախոսություններ չէի տալիս, մենք հենց այդ գործով էինք զբաղված, մենք աշակերտներիս հետ հանդիպել էինք Հնդկաստանում որևիցե ինչ-որ մի շատ կարևոր սուրբ վայրում մեր համար եւ 3 շաբաթ այնտեղ էինք գտնվում, չէ՞։ Այսինքն երբ որ ազնվորությունը ինքը ստաբիլ սովորություն ունի սուրբ վայրերը գնալ, իսկ ամեն մի ազնվորություն ըստ իրա հոգևոր կյանքի, ըստ իրա կրոնականության, այստեղ այսպես պիտի ասեմ, անպայման պիտի այցելի իր կրոնականության համապատասխան սուրբ վայրերը, որտեղ հատկապես այն վայրերը, որտեղ որ եղել են ճգնավորներ, որտեղ ապրել են ճգնավորներ, որտեղ ապրել են Աստծո նվիրյալներ, չէ՞։ Ես միշտ ասում եմ եւ ասելու եմ, իհարկե դա ակնհայտ ճշմարտություն է, բայց եւ այնպես չի էլի, որ այդ ազնվորությանը մենք երկրպագում ենք ըստ պատշաճի, բոլորս գիտենք, որ ինքը շատ մեծ ազնվորություն է, չէ, բայց քրիստոնյա աշխարհում նարեկացին ինքը իրականում գիգանտ է իր մակարդակով որպես քրիստոնյա ինքը գիգանտ է, հասկանում եք, չէ՞։ Եվ օրինակ ասենք լինել այն տեղերում, որտեղ եթե կան այդպիսի տեղեր, որ հայտնի է, որ ինքը այդտեղ ապրել է կամ ինչի արել, այդ վայրերում լինել ինքը ահավոր բարենպաստ է։ Եվ սա էլ ուրեմն ինչ որ վերաբերվում է բան։ Հիմա ինչ է նշանակում բերել սուրբ վայրը քո տուն։ Բերել սուրբ վայրը քո տուն, դա միշտ նշանակում է, որ դու օրինակ, այմա մենք գնում ենք ինչ-որ մի սուրբ վայր, չէ՞, մենք այնտեղից կարող ենք բերել քարեր եւ պահել այդ քարերը մեր սուրբ անկյան մեջ, հա, ասենք, այս ինչ-որ մասունքներ կարելի է սուրբ վայրից բերել եւ
տեղադրել։ Եթե դուք անպայման տան մեջ ունեք սուրբ անկյուն, դա արդեն նշանակում է, որ դուք սուրբ վայրը հրավիրել եք ձեր տուն։ Եվ այդ ժամանակ, ոնց որ կոպիտ ասած, կարիք չունեք ուրիշ տեղեր գնալ։ Իսկ նրանք, ովքեր որ հոգևոր կյանքում հասնում են ճգնավորության մակարդակին եւ դեռ չունեն պարտականություն տարածել հոգևոր, այսինքն չունեն ակտիվ դրված ծառայություն Աստծո հանդեպ, այո, այդ մարդիկ իրանք երբեք չեն կարող լինել այսպես բազմականակ, սա շատ տեսի Քրիշտան ինքը Բhagavad Gita-ում կասի հազարներից մեկն է, որ հետաքրքրվում է ճշմարտությունով, այդ ճշմարտությունով հետաքրքրվողներից հազարներից մեկն է, որ ռեալ իմաստուն է, եւ դրանցից էլ հազարից մեկն է, որ իմ ծառան է։ Հասկանում եք, դրա համար այդպիսի անձնավորություններ իրանք շատ հազվադեպ են եւ իրենք այո կարող են իրենց թույլ տալ ընդհանրապես գնալ եւ ապրել սուրբ վայրում։ Եվ այդպես սիրելիներս մենք ձեզ հետ ավարտեցինք քննարկել Գերագույն Աստծո անձնավորությանը ծառայություն մատուցելու բոլոր հնարավոր ձևերը։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ ուզում են զբաղվել հոգևոր կյանքով, պետք է անպայման ուշադիր լինեն, որ հասկանան, որ հոգևոր կյանքը ինքը նախատեսված է ոչ թե միայն նրա համար, թե ինչպես ենք մենք պատրաստվում շահագործել Աստծուն մեր նյութական գոյությունը կարգավորելու, պարզ է, որ ես դրան դեմ չեմ, բայց եւ չեմ կարող հայտարարել դա որպես բարձր հոգևոր դիրք, իհարկե սա սկսնակների դիրքն է, դա նորմալ լրիվ իրավիճակ է, չէ, բայց որպեսզի մենք հոգևոր կյանքում լինենք հաջողակ, մենք անպայման պիտի ուշադրություն դարձնենք, որ մարմնի, մտքի, բանականության եւ սրտի մակարդակում ինչ որ մի ծառայություն ենք մատուցում Գերագույն Աստծո անձնավորությանը։ Եվ այդ ծառայությունը ինքը սկսվում է գիտելիքի ուսումնասիրությունով կամ պրակտիկ նվիրված ծառայություն անելով սուրբ վայրերին եւ սուրբ անձնավորություններին։ Ու միակ բանը, որ կարող եմ ցանկանալ իմ ունկնդիրներին, եղեք կոռեկտ ձեր հոգևոր կյանքում, որովհետև միայն ներքին կոռեկտությունն է, որ ձեզ թույլ կտա անխոչնդոտ առաջ գնալ, եւ իհարկե ես բոլորին էլ ցանկանում եմ, որ արդեն այս կյանքում կարողանաք լինել հոգևոր կյանքում այդքան լուրջ, որ հանդիպեք Աստծուն։ Ձեզ բոլորիդ բարի ճանապարհ հոգևոր ծառայության մեջ։